Շարունակում է առավոտ լուսոն սիրելի հեռուստատողներ եւ կարծես այսօր ամբողջությամբ նվիրել ենք գինու օրվան Երևանում ու այս պահին կրկին ունենք ուղիղ միացում հենց Սարյան Մոսկովյան Թումանյան փողոցներից մեր գործընկեր Դիաննան է սպասում։ Դիաննա, եւս մեկ անգամ ողջույն։ Եվս մեկ անգամ ողջույն ու շնորհակալ եմ կրկին խոսքնից փոխանցելու համար։ Ես հենց հիմա գտնվում եմ փառատոնի ինտերակտիվ նկարչական տաղավարում եւ իմ կողքին է կազմակերպիչը տաղավարի Մերի Գալստյանը։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Եվ Նունե Մանուկյանը Երևանի գինու օրեր փառատոնի համակազմակերպիչ։ Բարի լույս տիկին Նունե։ Բարև ձեզ։ Մենք հենց հիմա նստած ենք այն տաղավարում, որտեղ այսօր այցելուները հնարավորություն են ունենալու շատ հետաքրքիր փորձառություն ունենալ արվեստի ու գինու միաձուլմամբ։ Հենց հիմա դրա մասին փոքր-ինչ ավելի մանրամասն մեզ կպատմի Մերին։ Նորից ողջունում եմ։ Իհարկե գինու եւ արվեստի համադրության մասին խոսում են դարերի վեր եւ այսօր մենք փառատոնի շրջանակներում փորձելու ենք այդ համադրությունը հաղորդել մեր այցելուներին։ Սիրով ուզում եմ պատմել ձեզ, թե ինչ է կատարվելու այսօր մեր տաղավարում եւ ինչ նկարչական հետաքրքիր մաստեր-կլասեր ենք ունենալու այսօր։ Առաջինը դե իհարկե ուզում եմ խոսեմ գինով նկարչության մասին, որը շատ այսօր ոնց ձեզ ասեմ սիմվոլիկ է եւ պարֆյումի պատրաստման մասին, որ էլի մեր տաղավարում լինելու է պարֆյումի մաստեր-կլասը, որ ամեն հաճախորդ կարող է գալ եւ իր համար պատրաստել իր պարֆյումը եւ նորից ուզում եմ ասել, որ այսօր պարֆյումի հիմքում լինելու է բալի գինի։ Պարֆյումերները օգտագործում են օծանելիքի ստեղծման մեջ բալի գինի եւ դա շատ ընդունված երևույթ է։ Ոչ միայն նկարչության, այլև պարֆյումերիայի մեջ։ Տիկին Նունեն արդեն սկսել է գինով նկարել, ես էլ եմ փորձելու նկարել որևէ բան կամ գրել գինու եւ վրձնի օգնությամբ, բայց մինչեւ կսկսենք գրել կամ նկարել, կցանկանայի, որ պատասխանեիք Տիկին Նունե, ես ձեր հարցազրույցներից մեկում նկատեցի, որ դուք շեշտում եք, որ շատ հաճախ մարդիկ ընկալում են այս փառատոնը զուտ որպես ժամանցի վայր, բայց իրականում այն շատ ավելի մեծ նշանակություն ու խորհուրդ ունի, թե տնտեսական տեսանկյունից, թե զբոսաշրջությունը զարգացնելու ու նաև մեր մշակույթը այլոց ներկայացնելու տեսանկյունից կխնդրեմ փոքր-ինչ պատմեք նաև այդ մասին։ Շատ մեծ սիրով, եթե դուք այսօր շրջեք առավոտյան ժամը 7-ից դուք կտեսնեք, թե ինչքան այստեղ տնտեսական լուրջ աշխուժություն է տեղի ունենում, ինչու եմ այդպես ասում, որովհետև չէ որ ամեն մի տաղավարը որպեսզի կառուցվի, այդ կառուցապատողներին են դիմում են դիզայներներին, դիմում են ինժեներական աշխատանքներին, չէ, էլեկտրիֆիկացիայի համար, եւ այդ բոլորը գեներացնում են գումար, որի համար հետո իրանք վճարում են հարկեր, հետո գինեգործներն են աշխատում գումար այս 3 օրվա ընթացքում եւ իրանք էլ են հարկեր վճարում, ել չեմ ասում մենք, երբ որ մենք մեր կազմակերպությունը հետո հարկեր ենք վճարում այս 3 օրվա հասույթից, դա նշանակում է, որ միայն այս 3 օրվա այստեղ գտնվող բոլոր տնտեսվարողների մասին եմ ասում, բայց ես կուզենայի ասել, որ դա շղթայական զարգացում է, որովհետև բոլորը օգտվում են, տեսեք, օրինակ հիմա մենք այստեղ նստած ենք եւ այս տաղավարում գնվել են իրեր, որոնք բերվել են, չէ՞ որ դա էլ է նպաստում այն մի գործարարին, որոնք բերում է ապրանքները եւ մենք պետք է վաճառք ունենանք եւ նա էլ կարողանա արդեն տնտեսությանը օգուտ տա։ Դա մի փոքրիկ այդպեսի էքսկուրս անեմ, բայց այս տաղավարների համար ես կուզենայի ասել, որ մենք շատ ուշադրություն ենք դարձնում, ինչու, որովհետեւ չդիտարկեն այստեղ որպես զուտ գինու ըմպելու վայր եւ ծանոթանալու վայր ամենակարևորը, այլ նաեւ այստեղ իրանք հնարավորություն են ունենում մեր տուրիստները, մեր քաղաքացիները նաեւ գեղեցկության հետ շփվելու։ Օրինակ մենք այստեղ ունենք պարֆումերիայի դասընթացներ կլինեն եւ երբ որ օծանելիքը ամեն մեկը կստեղծի իրեն բնորոշ հոտով եւ եթե հոտը այդ մարդու զգայարանները զարգանան ինքը կկարողանա հետագայում ճիշտ գինի ըմպել եւ կարողանա գինին տարանջատել թե լավը թե վատը այնպես որ եթե շրջեք կտեսնեք այսօր դուք կտեսնեք շատ ինտերակտիվ այդպիսի տաղավարներ որ մենք ունենք եւ տարեց տարի մենք փորձում ենք շատ հետաքրքիր նորովին ներկայանալ
Շնորհակալ եմ։ Մերի կցանկանայի, որ նաև ներկայացնեիք մի փոքր ավելի մանրամասն այն գործընթացը, թե ինչ է կատարվում, երբ այցելուն գալիս է եւ վերցնում վրձինը նկարելու համար որևէ բան, հա, գինին միշտ չէ, որ շատ վառ արտահայտված երանգ է ունենում թղթի վրա, քիչ առաջ մենք եթերից դուրս խոսում էինք այդ մասին, կպատմեք մի փոքր, որպեսզի մարդիկ ավելի հստակ պատկերացնեն։ Այո, իհարկե։ Ուզում ասեմ, որ մեր տաղավարի յուրօրինակությունը եւ մեր մաստեր կլասի յուրօրինակությունը հենց նրանում է, որ մարդիկ առանց առհասարակ նկարչական հմտությունների այսօր կարող են նկարել, այնտեղ կտավներ են դրված, կտավների վրա առանց նկարչական հմտությունների, նորից եմ ուզում կրկնեմ, ցանկացած նկար, որ իրանք իրենց դուր է գալիս, իրանք հետագայում կուզենան տեսնեն իրենց ինտերիերում։ Եվ իհարկե կուզենամ ասեմ, որ նաև ունենք շատ տարբեր մաստեր կլասեր, գինու շշերի վրա նկարչություն, գինու բաժակների վրա նկարչություն, ունենք հատուկ ներկեր, որոնք կոչվում են չթրծվող ներկեր, որ նույն րոպեին մարդիկ վիտրալ ներկերով նկարելու են այս գինու բաժակների վրա, իրենք կարող են շրջել, չէ որ մուտքի մոտ վաճառում են գինու բաժակներ, գնել իրենց գինու բաժակը, իսկ վերջում արդեն մոտենալ մեր տաղավար, գեղեցիկ հիշողություն, որը որ իրենք կուզենան, հա, կարող է դա լինի սարյանական նկար, կարա դա լինի տարբեր արվեստի, հա, գործիչների, նկարիչների նկար, պատկերեն այս բաժակի վրա եւ գնան։ Էլ չեմ ասում, որ այսօր մեր տաղավարում էքսկլյուզիվ մաստեր կլասեր կան, որ երբևէ մեր գործունեության ժամանակ չեն եղել եւ մենք այդ էքսկլյուզիվը պատրաստել ենք հենց այս տաղավարի համար այսօր նկարչական ֆորմատով։ Շնորհակալ եմ։ Ձեր նկարը պատրաստ է, այո։ Շատ հալու նկար է, բայց սա արևն է, որ ուզում եմ նվիրեմ բոլորին։ Շատ ծիծաղալու։ Շատ գեղեցիկ է, շնորհակալ եմ շատ, ես էլ եմ փոքրիկ նկար հասցրել ընթացքում ստեղծել, խնդրեմ, իմ նկարը եւս պատրաստ է, խորհրդանշում է խորագիրն այսօրվա, սիրտը սերն է խորհրդանշում, սեր Երևանի եւ Երևանի գինու օրեր փառատոնի, շատ շնորհակալ եմ, անչափ շնորհակալ եմ, իսկ անպայման մեր հեռուստադիտողներին եւս մեկ անգամ հորդորում եմ այսօր երեկոյան եւ գալիք 2 օրերին եւս անպայման այցելել, մասնակցել ու վայելել այս մթնոլորտը, իսկ խոսքն ուզում եմ փոխանցել իմ գործընկերներին ու նշել, որ քիչ անց մեր տաղավարում խոհարար Արսեն Արմենակյանը կներկայացնի շատ հետաքրքիր բաղադրատոմս, որը արդիական է հենց գինու հետ։ Շնորհակալություն Ձյաննա, արդեն Ձյանը նշեց, թե ինչ է սպասվում առաջիկայում եւ խիտ ու հագեցած են այս օրերը Մոսկովյան Թումանյան Սարյան փողոցում գինու օրեր փառատոնի Երևանի գինու օրերի շրջանակներում, այդքան էլ հենց հագեցած է մեր այսօրվա եթերը